Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Մինչև այդ դու լավ մտածի Ռեբեկա, որովհետև երբ որ գամ քո վերջնական որոշումը լսելու, այդ իրոք վերջնա լինելու։ Ու էլ հետ դարձի ճամփա չի լինի, որովհետև ես չեմ կռվելու քո դեմ։ Եթե ես ու դու մի կողմում ենք, կկռվեմ ինչքան որ պետքա, բայց քո դեմ երբեք չեմ կռվի, որովհետև իմաստ չունի։ Բայց ամեն դեպքում մի մոռացի, որ ես սիրում եմ քեզ, Մուննատ ջան։ Գիտեմ, որ ուշա պապի ջան, բայց դու այսօր ոչ մի բան չես կերել։ Չեմ հասկանում, ու դրա համար ես ուշ ժամին որոշել ես ինձ կերակրել։ Հա, որովհետև դու դեղեր ես խմում, բայց քեզ հեչ լավ չես նայում։ Գոնե մենք քո փոխարեն պիտի դա անենք, չէ՞։ Ոչինչ չեմ ուտի, իսկ թեյն անպայման կխմեմ։ Իսկ դու քեզ լավ ես զգում, պապի ջան։ Հա, լավ եմ։ Լավ եմ, առավոտյան գնալու եմ հիվանդանոց։ Ուրիշ բան չմտածես, պարզապես հերթական այց է։ Սա էլ քեզ ասում եմ, որ հանկարծ չմտածես, թե ինքս իմ հանդեպ ուշադիր չեմ։ Լավ, ուրեմն միասին կգնանք։ Ոնց միասին։ Իսկ տպարանում ով է լինելու։ Բայց պապի։ Ինչ պապի։ Ես ինձ կարող եմ լավ զգալ ու զբաղվել իմ առողջությամբ միայն այն դեպքում, երբ իմանամ, որ դու տպարանում ես ու զբաղվում ես այդ գործերով։ Ախր քեզ մենակ թողնել էլ չեմ ուզում։ Հիմա էլ Արմանը հետդ չի։ Ես իրոք անհանգստանում եմ, խնդրում եմ գոնե Ռեբեկային զանգեմ, ասեմ քեզ հետ գա։ Դու հիմա այնպես ես խոսում, որ ես ինձ ավելի տկար ու ավելի անառողջ եմ զգում։ Չէ, ես հասկանում եմ քո հոգատարությունը իհարկե, քո անհանգստությունը, բայց երբ այդ երկուսը միասին չափից ավելի են լինում, դա ոչ թե օգնում, այլ հավատա ինձ խանգարում է։ Եվ հետո չեմ հասկանում, ինչի է քեզ թվում, որ ես միայնակ կարող եմ գնալ տպարան, իսկ հիվանդանոց ոչ։ Կներես։ Շնորհակալ եմ թեյի համար ու կաշխատեմ մի փոքր էլ ուտել։ Այդպես լավ է։ Հա։ Պապի, ես ուղղակի քեզ շատ եմ սիրում։ Հա, կարող է չափնանցնում եմ, բայց ես վախենում եմ այն մտքից, որ դու կարող ես ինչ-որ պահի քեզ վատ զգաս։ Դու ինձ համար ուղղակի պապի չես, դու երևի չես էլ պատկերացնում, թե ինձ համար ինչ նշանակություն ունես։ Դու այդ մասին չգիտես, որովհետև ես իմ սիրո ու խոսքերի մեջ միգուցե, հա, ժլատ եմ։ Ուղղակի իմացի, որ դու ամենակարևորն ես։ Իմ կողքին շատ մարդիկ կարող է լինեն, բայց եթե դու չլինես, հավատա, ես երբեք չեմ կարող այսպես ուժեղ լինել։
Երևի ես իրոք վախենում եմ քեզ կորցնելուց, որովհետև քեզ շատ եմ սիրում, դրա համար էլ չափն անցնում եմ։ Ես իսկապես միշտ մտածել եմ, որ ինձնից վախենում են, հարգում են ինձ, բայց չեն սիրում, անգամ իմ ընտանիքի անդամները։ Սկզբում Արմանն էր, հետո Ռեբեկան, ճիշտ է, Ռեբեկան ոչինչ չի ասում, բայց աչքերի մեջ այնքան զղջում կա, հետո Նարինեի ես չափից դուրս հոգատարությունը, հիմա էլ դու, չգիտեմ, իսկապես չգիտեմ, եթե անգամ Աստված չանի, լինի այն ինչ բոլորդ էլ մտածում եք հիմա, ես կարծում եմ, որ ձեր սիրո շնորհիվ Աստված մեծահոգաբար ինձ մի փոքր էլ հնարավորություն կտա ապրելու։ Ես վստահ եմ, որ կտա։ Ես հավատում եմ, որ Աստված չէր կարող մեզ օգնել իրար գտնել մենակ նրա համար, որ մի օր ավելի մեծ ցավով բաժանվենք։ Սարա ջան, յուրաքանչյուր մարդու կյանքում մի առավոտ լինում է նրա վերջին առավոտը։ Սա կյանքի բնականon ռիթմն է։ Եվ հետո ով ենք մենք, որ ինչ-որ բան կարողանանք փոխել։ Ես գնամ։ Լավ։ Ինչ ես անում այստեղ։ Բարի օր։ Բարև։ Դե այսօր հիվանդանոց գնալու օրն է, չէ՞, եկել եմ որ տանեմ։ Հա, բայց ես տաքսի եմ պատվիրել։ Կարծում եմ նաև արդեն տաքսին այստեղ պիտի լինի։ Ես քեզ ասել էի, որ դու ազատ ես ու այլևս ոչինչ անելու պարտավոր չես։ Հա, գիտեմ, ես տաքսին արդեն ճանապարհել եմ։ Սարոյան, ես քեզ ասել եմ, բայց էլի եմ ուզում ասեմ, որ քո առողջությունը իմ համար այդ խնդիրներից ավելի կարևոր է։ Դու ինչքան էլ որ բարկացած լինես իմ վրա, ինչքան էլ որ վռնդես ինձ, բայց այդ կապ չունի, ես եթե գիտեմ իմ կարիքը ունես, անպայման գալու եմ։ Ու հետո հերս այդքան բան արել, բայց ես իրանից չեմ հրաժարվում։ Հիմա ոնց ես մտածում, որ դու իմ համար այսքան տարի ամեն ինչ արել ես, գիտեմ, որ կարիքս ունես ու պիտի չգամ։ Հա, ինչ ես կանգնել։ Գնա մեքենան մոտեցրու, թե չեք ուշանանք։ Հիմա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ես։ Լավ, արդեն գնում ես։ Հա, իսկ դու չես ուշանում աշխատանքից։ Եթե ինձ մնար, ես ընդհանրապես չէի գնա աշխատանքի, բայց քանի որ մաման երկրում չի, փախուստի տարբերակ չունեմ։ Ռեբեկա, ինչի է ինձ թվում, որ դու ինձ լավ խորհուրդներ ես տալիս հարաբերությունները գորի հետ կարգավորելու համար, բայց ինքդ ունես խոսելու ու խորհրդի կարիք։ Այդ ինչից ենթադրեցիր։ Ուղղակի հարցնում եմ։
Չէ, չկա տենց բան։ Ինձ համար յուրաքանչյուր հարաբերությունն ավարտվել է Վահեի մահով։ Ու ընդհանրապես ես չեմ ուզում, որ մենք այս թեմայով խոսենք։ Լավ։ Կներես, եթե չես ուզում, այլ ոչ մի բառ չեմ ասի։ Ուղղակի իմացի, որ ամեն մարդ ունի երկրորդ հնարավորության կարիք։ Ու ամեն մարդ չի կարող սիրված լինել ու սիրել։ Եթե այդ հնարավորություն ունես, ուրեմն բաց մի թող, այսքանը։ Կյանքը ոչ բոլորին է նույն հնարավորությունը տալիս։ Ես գնամ պատրաստվեմ ու դուրս գամ։ Շնորհակալ եմ Արման ջան, հիմա կարող ես գնալ։ Դե լավ, Սարոյան։ Ես կգամ բժշկին կտեսնեմ, հետո քեզ կտանեմ տպարան։ Ու չասես չէ, մեկը էլ քո աշխատողը չեմ, հանգիստ կարող եմ չենթարկվել։ Նարինե, Բարև պապ ջան, ո՞նց եք։ դու ասա, բալես, Էլկան ո՞նց է, դուք ո՞նց եք։ Էլկա այս հարթական հետազոտությանն են տարել, բայց վիճակը այնքան էլ լավ չի։ Ինչի։ Դե բժիշկն ասում է, որ երկար ժամանակ չի կարողանալու քայլել։ Ոտքերը թույլ են, կանգնել էլ չի կարող։ Երբեմն լինում է, որ ոտքերը նույնիսկ չի էլ զգում, բայց բժիշկները ասում են, որ ժամանակի հարց անպայման կվերականգնվի։ Չգիտեմ, պապ, ոչ ոք հստակ ոչինչ չի ասում։ Չգիտեն էլ վերականգնվելուց հետո հետևանքներ կմնան, թե չէ։ Պապ, ես իսկապես չգիտեմ ինչ անեմ։ Ինձ ոչինչ չի ասում, բայց հոգեվիճակը շատ վատ է։ Դե ամեն դեպքում պարզ է, հասկացա։ Այդ երեխեն այնքան բանի միջով է անցել, որ միանգամից լավ չի կարող լինել։ Անդադ Հայաստան գալու ու Արմանի տեսնելու մասին է խոսում, պապ։ Պապ, ես գիտեմ ինչ ենք խոսել, ես գիտեմ ինչ ենք պայմանավորվել, բայց խնդրում եմ, արի սկզբնական շրջանում ուղղակի խնայենք Հայկային։ Ինքը հիմա շատ վատ հոգեվիճակում է, հետը խոսել անգամ չի լինում։ Եթե հետ էլ կա ու բախվի Արմանի հետ կապված խնդիրներին, չգիտեմ էլ ինչ կարող է լինել վիճակը։ Մենք երկուս էլ գիտենք, թե ինչ վիճակում է հայտնվում, երբ բաժանվում են։ Դրա համար էլ հիմա խնդրում եմ, պապ ջան, արի ոչ մի բան չձեռնարկենք, հա։ Թողնենք այնպես, ինչպես որ կա, մինչև տեսնենք ոնց է լինում երեխան։ Լավ, հասկացա։ Հիմա այլևս խոսել չեմ կարող, անջատում եմ հեռախոսը։ Կգաք, կհասկանանք ինչա պետք անել։ Լավ։ Մի անհանգստացի, Սարոյան։ Թող գան հասնեն Հայաստան, ես Էլկայի հետ կխոսեմ ու ամեն ինչ կբացատրեմ։ Մնաց 4 օր։ Եկեք տուն գնանք, հա։ Ես միջև Արմանի հետ չխոսամ, տուն չեմ գալու։
Ալո։ Արման, դու ուր ես։ Ես եկել եմ Հայաստան, դու օդանավակայան էլ չեկար։ Կներես, հենց հիմա գալիս եմ մոտդ։ Պապիկը ասաց, որ ինքը լավ չէր, դրա համար չեկար։ Ես չեմ նեղանում, բայց հիմա քեզ եմ սպասում, հա։ Ես հենց հիմա գալիս եմ։ Էլկա, հիմա որ բոլորս քեզնից նեղանանք, լավ կանենք, գիտես։ Ինչի։ Որովհետև այսքան ժամանակ սրտատրոփ սպասել ենք երբ ես հետ գալու, իսկ դու անգամ տուն չես հասցրել մտնել, բայց արդեն Արմանին ես զանգում։ Ես չեմ հասկանում, դու ընդհանրապես մեզ չես կարոտել։ Մենք քեզ գիտես ինչ շատ ենք կարոտել։ Չէ՞ Ռեբեկա։ Շատ։ Բայց ինչքան հասկանում եմ, դու այդքան էլ գոհ չես, որ մենք ենք եկել օդանավակայան։ Աղջիկներ ինձանից մի նեղացեք։ Իհարկե ես էլ ձեզ եմ շատ կարոտել, ուղղակի մեկ-մեկ չեմ հասկանում ինչ եմ անում։ Մամային էլ այնքան եմ նեղացրել, ճիշտ է հետո զղջում եմ, բայց այդ պահին աչքից ոչ մի բան չի երևում։ Մաման քեզ շատ լավ է ճանաչում, բալես, ու հաստատ չի նեղանում իր ուժեղ աղջկանից։ Դու շատ ծանր փորձության միջով ես անցել ու դեռ շարունակում ես անցնել։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ այս պարագայում դու մենակ չես։ Մենք բոլորս քո կողքին ենք։ Այնպես որ քիթդ մի կախիր, լավ։ Համել մենք քո սիրած թխվածքից ենք պատվիրել ու շոկոլադներից ենք գնել, որ ուտես ու տրամադրությունդ բարձրանը։ Արմանը ուշացավ։ Էլկա, դե Արմանը սուպեր ունակություններով ոչտված չի, չէ, որ մի քանի րոպեում հասնի։ Գնանք ներս։ Դուք գնացեք, ես այստեղ կսպասեմ Արմանը։ Բայց բալես այդպես ո՞նց կլինի։ Ախր նոր ես այդքան ճանապարհ անցել։ Արի ներսում կսպասես Արմանին։ Մամ, բարեբախտաբար թե դժբախտաբար կանգնած չեմ սպասելու, որ հոգնեմ։ Ես այստեղ կսպասեմ, դուք գնացեք։ Կուզես ինչ որ բան պատրաստեմ, բակում խմենք։ Սուրճ կարող եմ պատրաստել, համ էլ վաղուց բակում միասին չենք սրճել։ Սար, խնդրում եմ։ Կլինի ինձ ուղղակի հանգիստ թողնեք։ Դուք բոլորը ցույց եք տալիս, որ ամեն ինչ լավ է, որ ուրախ եք, որ ոչ մի բան չի եղել, բայց դուք խաղում եք։ Ու ես տեսնում եմ, որ դուք խաղում եք։ Ու գիտեք, այդ իմ համար ինչքան ցավոտ է։ Խնդրում եմ ձեզ, ինձ ուղղակի մի նկատեք, կլինի։ Մի նկատեք ինձ ուղղակի։ Իմ սիրտը պայթում այս սայլակի վրա նստած։ Իսկ դուք ցույց եք տալիս, որ ոչ մի բան մեր կյանքում չի փոխվել, որ ես միշտ էլ այս սայլակի վրա նստած եմ եղել։ Խնդրում եմ, ինձ ուղղակի հանգիստ թողեք։ Էլկա, ախր Սարան տեսնում է, որ անտրամադիր ես, դրա համար ուզում է քեզ օգնի։ Ինչ ես քեզ սենց պահում։ Հա, հասկանում ենք, տեսնում ենք, որ սայլակին ես, բայց դա հո դատավճիռ չի։ Այս ամեն ինչը ժամանակավոր է, չէ։ Լավ աղջիկներ, պետք չի։ Եկեք ներս գնանք, թողել կան այստեղ սպասի։ Բալես, եթե ինչ որ բանի կարիք ունենաս, անպայման ասա, լավ։ Ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի։ Հա, ծանր է տանում չքայլելը։ Ու դա բնական է։ Եկեք չմոռանանք, որ քիչ բանի միջով չանցավ երեխեն։ Հիմա էլ Արմանի հետ կապված պատմություններն ա լինելու ու չեմ էլ պատկերացնում ինչ կլինի Էլկայի վիճակը։ Ես մենակ մի բան չեմ հասկանում։ Եթե պապին պետքա թողներ, որ ինչ-որ մի շրջան Արմանը գա ու գնա Էլկայի մոտ, այդ դեպքում սկզբում ինչի էր արգելում։ Համ Արմանին ստրեսի ենթարկեց, համ Էլկային։
Այնպես չի, որ հիմա չի արգելում, ուղղակի ժամանակի խնդիր է։ Արմանն էլ է քաջ գիտակցում, որ պիտի հեռու մնա Էլկայից։ Ուղղակի հիմա Էլկային խիստ հակացուցված են հուզական ծանր ապրումները, որոնք կարող են ճակատագրական լինել այս բուժման ընթացքի համար։ Հենց մի փոքր վիճակը կայունանա, ամեն բան կլինի այնպես, ինչպես որ պապիկն էր որոշել։ Ես ձեզ անկեղծ չեմ հասկանում։ Դանդաղ ցավ պատճառելն էլ է դաժան։ Իսկ ինչ ես առաջարկում, Ռեբեկա։ Չես տեսնում ինչ անկայուն հոգեվիճակում է։ Եթե հիմա Արմանի հարցը կտրուկ դնենք, ես չեմ էլ պատկերացնում, թե այդ երեխու հետ ինչ կարող է լինել։ Լավ, ես գնամ պատրաստվեմ, գորի հետ պայմանավորված եմ, բայց շուտ կգամ։ Եթե ինչ-որ բան պետք լինի, կզանգեք։ Լավ, բալես։ Գիտեմ, որ էլ առաջվանը չեմ։ Հիմա առաջ չես գալու։ Գժվեցիր։ Ինչ ես խոսում։ Ինձ թվաց, էլ չես գալու։ Ոնց կարող է չգայի։ Իհարկե կներես, որ օդանավակայան չեկա։ Կարևորը հիմա կողքիս ես։ Ոնց ես։ Տեսնում ես ոնց է։ Էլկա, ես ամեն ինչ կտայի, որ ես լինեի քո փոխարեն, որ դու իմ պատճառով ես ամենի միջով չանցնեիր։ Արման, դու մեղավոր չես։ Էդ ես չնկատեցի մեքենան։ Ես վազեցի։ Դու ինչ ես արել։ Մեկը ինչ էլ ասես, ես ինձ չեմ ներելու, Էլկա։ Ես չկարողացա քեզ պաշտպանել։ Գիտես ոնց էի վախենում, որ կարող է գայի ու էլ քեզ չտեսնեի։ Որ կարող է այդ մարդիկ քեզ վնասած լինեին, Արման։ Որ կարող է պապիկը մեզ ուղղակի սխալ հասկացած լիներ ու չթողներ, որ մենք էլ շփվեինք։ Բայց վատ չի, գիտես, հարմար է, չէ՞։ Վիճակը սահավոր է, իսկ դու կատակ ես անում։ Ուզում եմ ժպտաս։ Այս ամեն ինչը անցնելու է, Էլկա, այ կտեսնես, դու այս ամենի մասին ժպիտով ես հիշելու։ Ես մենակ եմ հիշելու։ Արման, ինչի ես ասում, որ մենակ ես եմ հիշելու։ Առաջ ինչ խոսում էիր, մենք կար մեջը։ Առաջ ասում էիր, որ միշտ միասին ենք լինելու, հիմա ինչի ես այնպես խոսում, որ մենակ հիմա ես կողքս։ Կարող է ներս գնանք։ Դու մտածում ես, որ ես ոչ մի բան չեմ հասկանում։ Արի, քեզ գրկած ներս տանեմ, համել կգրկեմ կարոտս կառնեմ։ Արման, այդ մարդկանց հետ ինչ եղավ։ Դե վթարից հետո կալանավորեցին, հետո մի քանի բան էլ հաստատվեց ու այդպես ձերբակալված են։ Բայց քեզ հանգիստ են չէ թողել։ Հա։ Ախ, Ինչ եղավ։ Արման, ուղղակի վիրահատությունից հետո մի քիչ ցավեր ունում։ Բայց ոչինչ կանցնի, չէ։ Ես քեզ այնքան շատ եմ կարոտել։ Ես էլ քեզ։ Գիտես, հիմա աշխարհում ինչ ուզում ա թող լինի։ Կարևորը դու իմ կողքին ես։
Հասանք։ Սկուշ։ Սպասի։ Լավ ես չէ։ Արման, դու կմնաս, չէ՞ իմ հետ։ Անպայման։ Ոնց ես։ Նորմալ։ Ուղղակի ճանապարհից շատ եմ օգնել, Արման։ Կուզես դուրս գամ հանգիստ քնես։ Իսկ ինձ թվում է, թե դու ուղղակի առիթ ես փնտրում գնալու։ Քեզ ա թվում։ Ինչ շատ բան է թվում, Արման։ Ուղղակի ես չեմ ուզում այդ ամեն ինչին ուշադրություն դարձնեմ։ Այդքան բան։ Չեմ ուզում ուշադրություն դարձնեմ, չեմ ուզում նկատեմ, տեսնելու տամ։ Արման, դու ինձ խոսք ես տվել, որ իմ հետ ես միշտ լինելու։ Խոսք ես տվել, որ միշտ կողքիս ես լինելու։ Ինձ մենակ չթողես, հա, ես հավատացել եմ քեզ։ Հավատացել եմ, ոնց միշտ եմ հավատում, Արման։ Ուղղակի խնդրում եմ, ինձ մենակ չթողես։ Հիմա կլինի, այստեղ մնաս, քեզ հենված քնեմ։ Գոնե մի օր հանգիստ կքնեմ։ Քնի։ Հանգիստ քնի։ Հա, պապ ջան։ Նարինը Էլկան ոնց է բոլես։ Արմանի գալուց հետո լրիվ փոխվել է, պապ։ Մինչև այդ հետ անգամ խոսել չէր լինում։ Պապ ջան, բայց ախր էսպես ինչքան պիտի շարունակվի։ Արմանի նույնիսկ չթողեց կողքից հեռու գնա։ Մենք խոսում ենք Էլկայի անվտանգության մասին, բայց հանգիստ թողնում ենք, որ իրենց հարաբերություններն էլ ավելի մտերմանան։ Արմանը գիտի ինչ է անում։ Ես վստահում եմ Արմանին։ Նա էլ ինձ ու քեզպես հավասար մտածում է Էլկայի մասին։ Բայց Նարինը հիմա մտածել է պետք Էլկայի առողջության եւ հետո անվտանգության մասին։ Քանի դեռ նա սայլակի վրա է, վերահսկելի է։ Հետո թող ոտքի կանգնի ամեն ինչ իր ժամանակին։ Կարծում եմ հետո արդեն կհասկանանք ինչ է պետք անել։ Դու ուշ ես գալու։ Չէ, քիչ հետո տանը կլինեմ։ Լավ։ Ռեբեկա։ Ուր ես գնում, բալես։ Աշխատանքի։ Զգուշացրել է, որ ուշ եմ գնալու, բայց ընդհանրապես չգնալ չեմ կարող։ Ամեն ինչ կարգին է քո մոտ։ Հա, ինչ ես հարցնում։ Դե չգիտեմ, մի տեսական դրամատիր ես թվում։ Այնպես չի, որ շուրջս խինդուցի ծաղա, ես էլ անտրամադիր եմ։ Ես գնամ, թե չէ իրոք կուշանամ։ Գոր հիմա ամեն ինչ ավելի է բարդացել, գիտես։ Համ Էլկայի առողջական ու ֆիզիկական վիճակը, համ Արմանի հետ կապված այդ թեմաները։ Արմանն էլ է ամեն ինչ հասկանում։ Այս պատմության մեջ ամենաշատը դժել է Արմանը։ Մի կողմում Հերնա, մյուս կողմում Սարոյանը, երրորդ կողմից էլ Էլկան։ Դե հա, բայց Էլկայի վիճակն էլ պակաս վատ չի։ Սար, գիտես, Էլկան, որ հանկարծ այս կյանքում իրան ված կա, ձեր ընտանիքը ամբողջովին կհասնի իրան օգնության։ Եթե հանկարծ ինչ-որ վատ իրավիճակում հայտնվի, բոլորդ կհասնեք ու կօգնեք միանգամից։ Իսկ Արմանը այդ հնարավորությունը չունի։ Ինքը այս կյանքում ուներ Սարոյանին ու Էլկային, բայց ինքնակամ հրաժարվեց, համ Սարոյանից, համ Էլկայից։ Ինչի, որովհետև սեփական հորից էլ չէր կարող հրաժարվել։ Գոր ես միշտ իրենց կողմից եմ եղել։ Էլկային էլ միշտ ասել եմ, որ հանկարծ իր սերը բաց չթողնի, որ պահպանի։ Բայց հիմա հասկանում եմ, որ պապիկը ճիշտ որոշում է կայացրել։ Ու Արմանն էլ է այդ ամեն ինչը լավ գիտակցում։ Ինչքան էլ իրենք իրար սիրեն, մեկ է։ Քանի Արմանի պապան կա, ուրեմն օդում կախված էլ այդ վտանգը կա ու կա։
Ես չգիտեմ, մի տեսակ սիրտս չի տանում, որ Արմանին այդ վիճակում տեսնում եմ։ Հիմա մի կողմից Արմանն է, մյուս կողմից էլ Արամը։ Իմիջիալոց ի՞նչ է կատարվում։ Ռեբեկան ինձ ոչ մի բան չի պատմում։ Կտրականապես չի խոսում Արամի մասին։ Արամի հետ խոսալա լինում, որ իմանամ ինչ է եղել։ Մենակ գիտեմ, որ ինչ-որ խնդիրներ ունեն։ Գիտես, առաջի անգամ որ Արամին այդ վիճակում տեսնում եմ։ Տեսնում եմ ոնց է տանջվում, աղջկա պատճառով։ Եթե առաջ կասկածում էի այդ տղու լրջության վրա, հիմա մտածում եմ ինչով կարամ օգնեմ։ Ռեբեկան շատ էր փոխվել Արամի հետ։ Իր կողքին ուրիշ մարդ էր դարձել։ Այ գոր, չգիտեմ, երբ է ամեն ինչ լավ լինելու, որ վերջապես կարողանանք հանգիստ մեր հարսանիքն անել։ Երբ ենք իմանալու, որ բոլորը լավ են, խաղաղ է, որ մենք էլ կարողանանք մեր երազանքին հասնել։ Գոր, մի բան եմ ուզում քեզ հարցնել։ Երկար ժամանակ ուզում եմ հարցնել, Ուղղակի ինչ։ Դու մի պահ սկսել էիր Դիանի հետ շփվել, չէ՞։ Սար փակում ենք այդ թեման։ Չէ, գոր, չենք փակում, լսի։ Հարսանիքի օրը իմ բոլոր հարազատները կողքիս են լինելու։ Ու քո միակ հարազատը Դիանան է, քո քույրն է։ Գոր, ես գիտեմ, ինչքան էլ դու իրենից նեղված լինես, մեկը հարսանիքի օրը քեզ լիարժեք երջանիկ չես գալու, որ հարազատդ կողքիդ չի։ Սար, ստեղ մենակ երջանկությունը չի հարցը։ Ստեղ պետք է ուղղակի խաղաղ լինենք ու մանավանդ այդ օրը։ Գոր, բայց դու իր հետ չես խոսում, անգամ չես էլ զանգում։ Հա, օգնում ես, բայց դա նույնը չի, չէ՞։ Անկախ ամեն ինչից ինքը քո քույրն է ու հատկապես հղի վիճակում իրեն չի կարելի մենակ թողնել։ Աստված վկա, ամեն ինչ փորձել եմ, չի ստացվում ուղղակի։ Գոր, կարող եք գնանք երեխու համար մի քանի գնումներ անենք, կամ ինչի մենակ երեխու, Դիանայի համար էլ։ Ու ես ինձ ասում այն մարդը, որ ամենաշատն է դուժ է Դիանի պատճառով։ Դե ասում են հարսուտալ ամուսնանալուց հետո իրար հետ վատ են լինում, չէ՞։ Մենք էլ ամուսնությունից առաջ ենք այդպես եղել, այսինքն ավանդույթները չենք խախտել, էլի լավ չի։ Ուզում հասկանամ, որ տխուր ես լինում, ինչ երգ ես լսում։ Իսկ ինչից որոշեցիր, որ տխուր եմ։ Լսածդ երգից։ Բայց եթե տխուր չես, ուրեմն արի սկսենք նորից։ Ոնց ես։ Շատ լավ։ Իսկ ես վատ եմ։ Ես ես 5 օրը առանց քեզ շատ դժվար եմ ապրել։ Ու իմ համար շատ դժվար էր նենց անելը, որ դու ինձ չնկատես։ Այսինքն դու եկել գնացել ես։ Ռեբեկա իմ համար դժվար է առանց քեզ։ Բայց ես չեմ ուզում քեզ ցավացնել ու չեմ ուզում նենց անել, որ դու տանջվես։ Դրա համար էլ քեզ ժամանակ եմ տվել, որ դու հասկանաս, թե ինչ ես ուզում։ Ես քեզ իրոք շատ եմ սիրում։ Ու դրա մասին շատ եմ ասել քեզ։ Բայց չեմ ուզում, որ իմ սերը քեզ երջանկության փոխարեն ցավ ու տանջանք տա։ Դրա համար էլ ես 5 օրը չէի գալիս, որ դու երկար մտածես ու հասկանաս, թե վերջապես ինչ ես ուզում։ Ես խեղդվում էի առանց քեզ։ Ես 5 օրը իմ կյանքից երևի 5 տարի տարել է։
Բայց իմ համար շատ կարևոր էր, որ ես քեզ ժամանակ տայի ու դու մտածեիր։ Եթե դու ուզես, ես քո հետ կպայքարեմ ու մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Ցավերը տել, վախերը տել։ Բայց եթե դու որոշես, որ ես պիտի քեզնից հեռու մնամ, ուրեմն այդ կլինի տենց։ Կամ էլ կարաս որոշես, որ հեռու չմնամ քեզնից ու ես ոչ մի վարքյան քո կողքից ոչ մի տեղ չեմ գնա։ Միջև պատասխանդ ասելը լավ մտածի։ Գիտես, իմ համար էլ հեշտ չի։ Ես էլ եմ մարդ, ես էլ քարից չեմ։ Ռեբեկա, եթե ես իմանամ, որ քեզ սպասեմ թեկուզ 10 տարի, ու դու կորոշես, որ մենք պիտի իրար հետ լինենք, ես պատրաստ եմ այդ 10 տարին սպասել։ Բայց եթե որոշես, որ չէ, Ուրեմն ինչ։ Ուրեմն ես ուղղակի կգնամ։ Որովհետև չեմ ուզում, որ դու անընդհատ տանջվես ու ինչ-որ մի բան քո սրտով չլինի։ Ես ինչքան էլ հումոր անեմ, ինչքան ծիծաղեմ հետդ, բայց արի հասկանանք, որ ես իմ ու քո ճակատագրի հարցն է։ Ու այդ հիմա մենակ քո ձեռքերում է։ Նորից եմ ասում, ես եկել եմ իմ պատասխանի հետևից ու եթե դու որոշել ես, որ իմ ու քո մեջ ամեն ինչ դեռ չսկսված պիտի վերջանա, ես ուղղակի կգնամ։ Դու ես որոշողը։ Ու հիմա ես սպասում եմ քո պատասխանին։ Եթե ասես չէ, ես խոստանում եմ, որ դու էլ երբեք չես լսի իմ մասին ու ինձ երբեք չես տեսնի։ Հիմա սպասում եմ քո որոշմանը։ Ասա։